ես այստեղից իմիջայլոց մեկնում եմ Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեմ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Հիմա մենք խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ, եւ ես այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Հիմա կա անհամատեղելիություն, թե չկա։ Եթե ակնհայտորեն չկա, որովհետեւ երկուսն էլ իրականության մեջ տեղի է ունենում։ Երբ որ կգա այն կետը, որ մենք հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ ինչ որոշում կմտածենք, ինչ որոշում կայացնենք եւ այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության պետական շահերից կկայացնենք։ Դիսկոմֆորտ չի։ Բացարձակապես ինչի է դիսկոմֆորտ։ Ընդհակառակը, ես ձեզ ավելին ասեմ, ընդհակառակը, դա այ երբ որ մենք ասում ենք, տեսեք, շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանում։ Երբ որ մենք ասում ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որտեղ ասում են դա անհնար է։ Հիմա ընդհակառակը կոմֆորտ է ցույց տալու համար, որ դա ոչ միայն անհնար չի, այլև իրականություն է։ Այսօր եկեք հələ մի հատ 2025 թվականը փորձենք ամփոփենք։ Եկեք իմ այցերի աշխարհագրությունը նայենք։ Որտեղից սկսենք։ Շատ մեծ։ Ասենք լավ, Մոսկվա։ Սկսենք Մոսկվայից։ Վաշինգտոն, Պեկին, Տոկիո, Ստամբուլ, հյուրընկալել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, Ֆրանսիա, Գերմանիա, Ղազախստան, այսինքն ըստ մի հատ աշխարհագրությունը նայեք, Շարմ էլ Շեյխ, Աբու Դաբի, եւ էլի այնքան են, որ Դանիա, այսինքն հենց այդ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը, դա իրականություն է։ Եվ Վրաստան, որ այդ թվում տարածաշրջանացման քաղաքականությունը 2021 թվականի կառավարության ծրագրում, որի մասին շատ խոսում են, հատուկ բաժին կա տարածաշրջանացում։ Ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ եւ շփումներ։ Ընդ որում աշխատանքային կամ պաշտոնական այցի ոտքի վրայի խոսակցություններ էլ ա եղել, բայց նաեւ աշխատանքային եւ պաշտոնական